Նոյեմբերյան երեկոների աշնանային քամին կշշնջա ոչ միայն մոտեցող ցուրտ եղանակի մասին։ Մեզանից ոմանց համար այս ժամանակահատվածը կլինի զարմանալի հայտնագործությունների ժամանակ։ Տիեզերքը պատրաստում է անակնկալներ, որոնք կփոխեն մեր սովորական ընկալումը աշխարհի մասին։ Խոսքը մանր հաջողությունների կամ ժամանակավոր դժվարությունների մասին չէ։ Գալիս են իրադարձությունները, որոնք կդիպչեն հոգու խորքային լարերին եւ ընդմիշտ կփոխեն կյանքի ուղին։ Կարիճներ Հանդիպում ձեր սեփական արտացոլման հետ։ Կարիճի համար նոյեմբերը կլինի խորը արտացոլման ժամանակ։ Արտաքին պատյանը, որը դուք այդքան ուշադիր կառուցել եք, կճաքի։ Սա ճգնաժամ չի լինի, այլ առաջընթաց կլինի։ Առօրյա անհանգստությունների շերտի տակ երկար ժամանակ թաղված հիշողությունները կհայտնվեն ձեր գիտակցության խորքից։ Մեկ զրույց, մեկ լսված արտահայտություն կարող է դառնալ այն բանալին, որը կբացի անցյալի դուռը։ Դուք կսովորեք մի բան, որը կստիպի ձեզ նոր լույսի ներքո նայել ձեր ամենամտերիմ հարաբերություններին։ Սիրելիի մասին ճշմարտությունը, որը երկար ժամանակ թաքնված էր ստվերում, հանկարծակի կբացվի լույսի ներքո։ Այս գիտելիքը չի կործանի ձեր կյանքը, ընդհակառակը, այն կհավաքի այն ինչպես մի փազլ։ Դուք վերջապես կհասկանաք ձեզ շրջապատողների թաքնված դրդապատճառները եւ ամենակարևորը՝ ձեր սեփական գործողությունները։ Սա ամբողջական գիտակցման պահ է, երբ ամեն ինչ գաղտնին դառնում է պարզ եւ իմաստալից։ Ցուլեր Մանրամասների մեջ թաքնված ճշմարտությունը։ Ձեր կյանքը ցուլ, կարծես թե հիմնված է ամուր հիմքի վրա։ Դուք գնահատում եք կայունությունը եւ վստահությունը ապագայի հանդեպ։ Այնուամենայնիվ նոյեմբերին ձեր ոտքերի տակ կսկսի դողալ ամենաանվտանգ թվացող հողը։ Ձեր հայտնաբերած տեղեկատվությունը կապված կլինի նյութական ոլորտի կամ խորապես անձնական հարաբերությունների հետ, որոնք դուք անսասան էիք համարում։ Դուք կարող եք հայտնաբերել նուրբ կապեր այն իրադարձությունների միջև, որոնք նախկինում պատահական էին թվում։ Այս գիտելիքը չի գա ինչպես կապույտից կայծակ, այլ որպես ինտուիցիայի հանգիստ շշուկ։ Հանկարծակի մի պատկերացում կծագի ձեզ վրա, երբ դուք զբաղվում եք ձեր առօրյա գործերով։ Այս ճշմարտությունը կստիպի ձեզ վերագնահատել ձեր արժեքները։ Այն, ինչ դուք համարում եք ձեր աջակցությունը, կարող է պատրանք դառնալ, բայց դրան կփոխարինի ավելի իրական եւ ճշմարիտ մի բան։ Ձեր խնդիրն է ընդունել այս նոր գիտելիքը առանց վախի։ Առյուծներ Գաղտնիքը թագի տակ։ Առյուծի համար նոյեմբերը կբերի բացահայտումներ, որոնք կհարուցեն ձեր հեղինակությունը եւ աշխարհի համար ստեղծված ձեր պատկերացումը։ Դուք սովոր եք լինել ձեր տիեզերքի կենտրոնը, վերահսկելով ամեն ինչ, բայց հիմա աստղերը ձեզ համար պատրաստ են մի սցենար, որտեղ դուք ռեժիսորը չեք, այլ գլխավոր հերոսը, որը հանկարծ գիտակցում է սյուժեի շրջադարձը։ Ձեր բացահայտած ճշմարտությունները կվերաբերի ձեր տեղին այս աշխարհում։ Հնարավոր է դուք հասկանաք, որ ինչ որ մեկի ազդեցությունը ձեր կյանքի վրա շատ ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք, կամ կբացահայտվեն նրանց թաքնված նկրտումները, որոնց դուք համարում եք ձեր հավատարիմ հպատակները։ Սա չի խաթարի ձեր արժանապատվությունը, եթե կարողանաք ընդունել այս տեղեկատվությունը։ Ընդհակառակը, այս գիտելիքը կազատի ձեզ միշտ ուժեղ լինելու բեռից։ Դուք կտեսնեք ձեր իրական էությունը առանց թագի եւ այն ավելի հզոր կլինի, քան ցանկացած թագ։ Ջրհոսներ Հասկացողություն ապագայից։ Ջրհոսը, որի միտքը միշտ կենտրոնացած է ապագայի վրա, նոյեմբերին կստանա իր սեփական ճակատագիրը վերածնելու բանալին։ Այս տեղեկատվությունը ձեզ կհասնի ոչ ավանդական ձևով, երազի, անցողիկ տպավորության, անծանոթի հետ զրույցի միջոցով։ Դուք կսովորեք մի բան, որը կկապի վերջին տարիների տարբեր իրադարձությունները, կարծես ինչ որ մեկը գիծ է քաշել ձեր ճակատագրի կետերի միջև։ Սա պարզապես փաստ չի լինի, այլ ամբողջական ըմբռնում, հայտնություն։ Դուք հանկարծ հստակ կտեսնեք, թե որտեղ է ձեզ տանում ձեր կյանքի ուղին եւ որն է ձեր իրական առաքելությունը այս աշխարհում։ Գիտելիքը կարող է վերաբերել ձեր ստեղծագործական ուղուն, անձնական ազատությանը կամ որոշակի համայնքի հետ ձեր կապին։ Բացահայտված գաղտնիքը ձեզ կտա զարմանալի համաժամանակության զգացում, երբ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, կստանա խորը իմաստ։ Դուք կդադարեք երազող լինելուց եւ կդառնաք ձեր սեփական ճակատագրի տեսլական ունեցողը։ Այս 4 նշանների համար 2025 թվականի նոյեմբերը կլինի հենց այն սահմանը, որը կյանքը բաժանում է մինչ եւ հետո։ Բացահայտված գաղտնիքները միշտ չէ որ հաճելի կլինեն, բայց անհրաժեշտ կլինեն։ Դրանք կգան հենց այն ժամանակին, երբ հոգին պատրաստ կլինի ընդունել ճշմարտությունը եւ կատարել ճիշտ ընտրություն, հիմնվելով դրա վրա։ Սա փորձություն չէ, այլ նվեր, հնարավորություն կառուցելու ձեր ճակատագիրը պարզության եւ տեղի ունեցողի իրական ըմբռնման հիմքի վրա։ Տիեզերքը բացահայտում է իր քարտերը։
Պատրաստ եք ուսումնասիրել դրանք։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր հոդված։ Ինչու աներևակայելի գեղեցիկ կանանց կողքին հաճախ կարելի է հանդիպել շատ միջակ տղամարդկանց։ Տհաճ ճշմարտություն հոգեբանից։ Դուք անկասկած մեկ անգամ չէ, որ նման զույգի եք տեսել ռեստորանում, հասարակական միջոցառմանը կամ պարզապես սոցցանցերում։ Նա շլացուցիչ, խնամված, անթերի ճաշակով բառացիորեն գամում է իրեն բոլորի հայացքները։ Նա ոչնչով աչքի չի ընկնում, անհարտահայտիչ, երբեմն նույնիսկ գարեջրի փորիկով։ Առաջանում է օրինաչափ գրեթե ռեֆլեքսային հարց. Ինչ է նա գտել նրա մեջ։ Հասարակական կարծիքը սովորաբար հանգում է պարզ, բայց ոչ միշտ ճիշտ բացատրությունների։ Փող, կարգավիճակ, նա ապահովում է նրան։ Սակայն եթե ավելի խորը փորփրենք նման միությունների հոգեբանությունը, մենք կբացահայտենք շատ ավելի բարդ եւ բազմաշերտ պատկեր, որտեղ արտաքինը դառնում է միայն այսբերգի գագաթը։ Փորձագետ հոգեբան սեքսոլոգը բացատրում է, թե որն է այս օրինաչափությունը։ Ինչու են գեղեցիկ կանայք ընտրում ոչնչով աչքի չընկնող տղամարդկանց։ Եկեք փորձենք հասկանալ այս երևույթը, չպարտադրելով միակ ճիշտ տեսակետ, այլ միայն նշելով մտորումների հնարավոր ուղղությունները։ Ռեսուրսների փոխանակում, ոչ միայն փողի մասին։ Առաջինը, ինչ միտք է գալիս, դա մերկանտիլ հաշվարկն է։ Անկասկած, նման մոտիվ գոյություն ունի։ Սակայն փողը չափազանց պարզունակ բացատրություն է։ Այստեղ խոսքը լայն իմաստով ռեսուրսի մասին է։ Գեղեցկությունը հսկայական ռեսուրս է, բայց սպառվող է եւ մշտական ներդրումներ պահանջող։ Ժամանակ, թանկարժեք խնամք, ֆիթնես, նորաձև հագուստ, այս ամենը ֆինանսական միջոցներ է պահանջում։ Տղամարդը, ում դուք միջակ եք համարել, կարող է տրամադրել հենց այդ ռեսուրսը՝ կայունություն եւ պրոֆեսիոնալ գեղեցիկ լինելու հնարավորություն։ Նա հուսալի թիկունք է, որը թույլ է տալիս նրան չանհանգստանալ վաղվա օրվա մասին, այլ կենտրոնանալ իր արտաքինի վրա, որպես նախագծի։ Խաղաղ նավահանգիստ հոգնած աստվածուհու համար։ Մի պահ պատկերացրեք կնոջ կյանքը, ում գեղեցկությունը եւ պարգև է եւ անեծք։ Նրան անընդհատ նայում են, նրան քննարկում են, նրանից անթերիություն են սպասում։ Նրա յուրաքանչյուր հանրային ելքը փոքրիկ ներկայացում է։ Իսկ թե ինչ է տեղի ունենում այդ կյանքի կուլիսներում, գրեթե ոչ ոք չգիտի։ Միջակ, հանգիստ, կանխատեսելի տղամարդը նրա անձնական խաղաղ նավահանգիստն է։ Նրա կողքին նա կարող է վերջապես շունչ քաշել, մաքրել դիմահարդարումը, հագնել հնացած սվիտերը եւ չվախենալ, որ իրեն կդատապարտեն։ Նա մրցակցություն չի ստեղծում նրա համար, չի փորձում ուշադրությունը իր վրա գրավել։ Նրա միջակությունը այս դեպքում հոգեբանական անվտանգության երաշխիք է։ Նա ընդունում է նրա գեղեցկությունը որպես տրվածություն, բայց չի պահանջում նրանից օրերշարունակ աստվածուհի լինել։ Մրցակցությունից զերծ այս տարածքում նա կարող է լինել պարզապես հոգնած, ոչ կատարյալ, իսկական մարդ։ Բոլորը կարծում են, որ շլացուցիչ գեղեցիկ կանայք աներևակայելի բարձր ինքնագնահատական ունեն, բայց դա բոլորովին այդպես չէ։ Գեղեցկությունը դառնում է գլխավոր եւ միակ կապիտալը, իր տիրուհուն խոցելի է դարձնում։ Նա կարող է խորքային անվստահություն զգալ։ Իսկ ինձ սիրում են հենց ինձ, այլ ոչ թե իմ արտաքին թաղանթը։ Իսկ փայլուն խարիզմատիկ տղամարդու կողքին այս տագնապը միայն ուժեղանում է։ Նա ինքնին վառ է, ունի իր սեփական նկրտումները, նրա աշխարհը չի պտտվում կնոջ շուրջը։ Նրան պետք չէ տղամարդ աղետ, տղամարդ հանելուկ կամ տղամարդ մրիկ։ Նրան անհրաժեշտ է հուսալի եւ հարմարավետ ուղեկից, որը չի խանգարի նրա գլխավոր նախագծին ինքն իրեն։